Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության 2025 թվականի հաղորդությունը եւ ես շարունակելու եմ իմ խոսքի մեջ ներառել 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված իրադրությունը։ Ինչու, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունների ձեռամբ այսօր փորձում են պատերազմի հիմնական պատասխանատվությունը միայն գցել բանակի վրա, այնինչ այդ պատասխանատվությունը կրում են իշխանության բոլոր թևերը, եւ ես գտնում եմ, որ դա ճիշտ չէ, որովհետև պատերազմի ընթացքում պատերազմել է ամբողջ ժողովուրդը, պատերազմել է պետությունը եւ նորից ուզում եմ կրկնել մեր գործընկերների համար, որոնք երեկ եւ այսօր խոսում էին բանակի վերաբերյալ, բանակը հատկապես Արցախի պաշտպանության բանակի իր առջև դրված խնդիրը գոնե 1 ամիս անընդմեջ հերոսաբար կատարել է եւ հիմնական խնդիրը, հիմնական խնդիրը այն է եղել, որ ռազմաքաղաքական որոշումները չեն կարողացել ճիշտ ընթացք ստանալ եւ փակել այն ճեղքման ճանապարհը, որով հակառակորդը կարողացել է առաջխաղացում ունենալ։ Արժանահավատ չենք համարում նաեւ քննիչ հանձնաժողովի գործունեությունը, ինչու՞, որովհետեւ քննիչ հանձնաժողովը իր կազմով միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ նաեւ իր փոքր կազմով չէր կարող այսքան շատ կարճ ժամանակահատվածում քննել այնպիսի մի կարևոր խոշոր իրադարձություն, ինչպիսին 44-օրյա պատերազմի հանգամանքներն էին։ Եվ բացի իրենց պարտականությունները կատարելուց, իրենք չէին կարող ճիշտ գնահատական տալ մեր իշխանության բոլոր թևերին, որովհետեւ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա բոլորին, ովքեր որ պատասխանատվություն են կրում պատերազմի ժամանակ։ Եվ պարոն Քոչարյանին ես կհորդորեի փոխանակ մարտի 1-ի մասին խոսելու, որովհետև մարտի 1-ի մասին ինքը խոսեց երեկ, դրա գնահատականը վաղուց տրված է, զբաղվեր քննիչ հանձնաժողովի գործունեությամբ, որովհետև մենք առաջարկություն էինք արել։ Մեր առաջարկությունը հետևյալն էր, որ ազգային ժողովից դուրս համապատասխան օրենսդրական փոփոխությամբ ստեղծել համախոհությամբ հանձնաժողով, որտեղ հավասար չափով կազմը կլիներ, պարիտետային կազմ կլիներ եւ այսօր չէր լինի հետևյալը, որ դուք ձեր կուրծն եք ծեծում խուսափելով այս իրավիճակից, այս 7 տարիների ընթացքում պատասխանատվությունից, մենք մեր տեսակետն ենք արտահայտում, իսկ ժողովուրդը իրական պատասխանը չի ստանալու։ Հիմա դուք խոսում եք որդիների մասին, որդիները շատ ցածր մակարդակի գործունեություն են իրականացրել բանակում, բայց որդիների մասին պետք է խոսեն այն մարդիկ, որոնք որ պետք է մտածեն իրենց որդիները որտեղ են եղել, ինչ են արել, եւ չի կարելի մարտի դաշտում վիրավորված մարդկանց լինի, չգիտեմ, սպա, գինի գեներալ, ընդհանուր առմամբ նրանց դերակատարությունը նսեմացնել եւ ասել պատահական, այսպես պատահական վիրավորվածություն։ Եվ հենց իմ խնդիրը կայանում է նրանում, որ պատասխանատվության աստիճանը հավասարաչափ պետք է բաշխված լինի ռազմավարական, ռազմաքաղաքական մակարդակից մինչև մարտավարական մակարդակ, ովքեր որ գործել են բանակում եւ բանակից դուրս։ Այսօր մենք իհարկե մեր ցանկությունը հետեւյալն է, որպեսզի բոլոր հանցագործները իրենց պատասխանատվության աստիճանը ունենան։ Առաջին հերթին Ադրբեջանը պետք է իր պատասխանատվության համար միջազգային հարթակներում գրի այդ պատասխանատվությունը, այնինչ այսօր ինքը սանձարձակ կերպով կարողանում է եւ Արցախի տարածքում պատմամշակութային արժեքները ոչնչացնել, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ տարբեր հայտարարություններ անել եւ այն խոսքը, որ ադրբեջանցիները պետք է հետ վերադառնան, առաջին հերթին Ալիևի խոսքն է,
օրու մեջ ինքը տարբեր խոսույթում ինքը ասում է Արևմտյան Ադրբեջան, ինքը նկատի ունի Հայաստանի Հանրապետության որոշ տարածքը։ Պատասխանատվություն պետք է կրեն տիկին դատախազ։ Այն դիվանագետները, ովքեր որ ստացել են 2019 թվականի առաջարկությունը, ովքեր որ տապալել են բանակցային գործընթացը, ովքեր որ լռում են այն իրարամերժ խոսքից, գործերից, ոչ թե մեկ հայտարարության մասին է խոսքը, այլ իրարամերժ խոսքեր, գործեր, եւ 2019 թվականի փողզիջումային տարբերակի այսպես ծալել դնել տակը եւ այնուհետեւ պարզ այսպես ասած ձեր առնել ոչ դիվանագիտական կորպուսին, որ մենք այդ փաստաթղթերը գտնում ենք տարբեր սառնարանների, չգիտեմ, տարբեր պահարանների տակ։ Եվ եթե մեկ գոնե դիվանագետ, պարոն Քոչարյան, պատասխանատվություն կրի, եթե քննիչ հանձնաժողովում դուք համապատասխան եզրակացություն կազմեք եւ դա ներկայացրեք հանրությանը, ես չեմ ընթերցել, որովհետեւ այդ գաղտնիության թույլտվությունը չունեմ, ապա այդ դիվանագետը կասեր նաև թե ով է տապալել եւ ով է ստիպել, որպեսզի այդ փաստաթուղթը 2019 թվականի ծալեն եւ դնեն իրենց տակը։ Պատասխանատվություն պետք է կրեն պետական կառավարման այն մարդիկ, ովքեր որ բանակին թիկունք չեն կանգնել, բանակի մոբիլիզացիան չեն իրականացրել եւ չեն կարողացել ճիշտ քաղաքական գնահատական տան եւ որոշեն հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությունը, որտեղով որ Ադրբեջանը եկել հասել է միջև մեր սարերը։ Պատասխանատվություն պետք է կրեն տարածքային կառավարման, չգիտեմ, ովքեր որ պատասխանատու են ժողովրդին մոբիլիզացնեն։ Ինչու է Ադրբեջանը ավելի շուտ հասել մեր սահմաններ, քան թե մենք պետք է բարձրանայինք մեր ռազմավարական բարձունքները։ Պատասխանատվություն պետք է կրեն բանակից բացի ուժային այն կառույցները, ովքեր որ մարտի դաշտում են եղել։ Ես հարց եմ տալիս, պարզ, ասում եմ բանակից բացի, գոնե մեկ կամ մի քանիսկ, գոնե տոկոսային առումով, կան քրեական գործեր, ովքեր որ պատասխանատվություն են կրում պատերազմի համար։ Ոստիկանական այն ստորաբաժանումները, որոնք որ պատերազմի դաշտում զգալի մասով հետնահանջ են ունեցել եւ չեն կարողացել կարգ ու կանոն հաստատել պատերազմի դաշտում, բայց 2022 թվականին գիտեք ինչ է եղել։ Առաջի գեներալները մարտական գործողություններից հետո, պատերազմից հետո 3 գեներալ եւ բանակից եւ նաեւ ուժային կառույցներից գեներալ-մայորներ են ստացել։ Պատասխանատվություն ընդ որում նաև ռազմական ոստիկանության պետը, որը որ մարտի դաշտում կարգ ու կանոն հաստատելու, օրինականություն պահպանելու համար անմիջական պատասխանատվություն պետք է կրի։ Եվ իհարկե պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, ովքեր որ տեսնելով այդ ամբողջ նահանջը խրախուսել են ամբողջ նահանջի ճանապարհը։ Դա երկրի այսօրվա ղեկավարին է վերաբերվում։ Այն ժամանակ եւ նախագահան եւ այսօրվա վարչապետը ինքը ասում է հետեւյալը. դե ինչ ներկայացրել են, ես էլ դա ներկայացրել եմ նախագահային խրախուսման համար։ Գեներալական կոչումներ, հերոսներ, ինչ է դու քո պարտականությունները չգիտես, չես հասկանում, որ զինվորականը, որ պետական այրը ինչ պարտականություններ ունի եւ ինչպիսի խնդիր է ինքը կատարում։ Եթե մարտի դաշտում ինչ-որ միտեղ հակագրոհ է կազմակերպվել, ապա թող այդ կապիտանը, սերժանտը, շարքային է հերոսի կոչում ստանա, ոչ թե այն անձնավորությունները, ովքեր այդ ամբողջ ճանապարհի պատասխանատուն են եղել։ Եվ իհարկե ժողովուրդն էլ է պահանջում։ Այսօր դուք ձեր գործունեությունը շատ հոյակապ կերպով եք ներկայացնում, բայց ինչ ուզում եք ասեք, թռնեք վերև, իջնեք ցած, հարգելի հայրենակիցներ, այսօրվա այս ողբերգական վիճակի, Արցախի անկման համար պատասխանատու է այսօրվա իշխանությունը, որը որ փորձում է նորից մեղքը պատերազմի գցել բանակի վրա։ Հիմա տիկին դատախազ, այս ամենը դուք տեսնում եք, թե չեք տեսնում, իրավապահները տեսնում են, թե չեն տեսնում։ Նորից ես ասում եմ,
ասեք գոնե մեկ քրեական գործ, որտեղ որ մնացածը պատասխանատվություն են կրում։ Չի կարա քննիչ հանձնաժողովը, որը որ նախագահ ունի եւ նախկին գումարման պատասխանատուներից մեկն է եղել, նույնանուն հանձնաժողովի օբյեկտիվ արժանահավատ գնահատական տա այս պետությանը, որի գլխում կանգնած է մի անձնավորություն, որի ենթականներն են իրենք հանդիսանում։